Վերջին օրերին ադրբեջանական կողմը պարբերաբար մեղադրում է Հայաստանին հրադադարի խախտման և ռազմական գործողությունների նախապատրաստման մեջ։ Նման տեղեկատվական գրոհը, ինչպես կարծում են վերլուծաբանները, Ալիևյան ռեժիմի հերթական փորձն է հայ-ադրբեջանական սահմանին առնվազն տեղեկատվական մակարդակով լարվածություն առաջացնելու։ Ամեն դեպքում Բաքվի նման հայտարարությունները հիմնված չեն իրական փաստերի վրա, ավելին ունեն միայն մեկ նպատակ՝ մոլորեցնել միջազգային հանրությանը մոռացության տալու սեփական հանցագործությունները և թաքցնելու սեփական սադրանքները։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները, ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության հաստատմանը և առաջարկել է ներդնել հրադադարի պահպանման և խախտումների հետաքննության մեխանիզմներ։ Այդ նախաձեռնությունները նպատակ ունեն ապահովելու սահմանային կայունությունը և կանխելու ապատեղեկատվության տարածումը, սակայն Ադրբեջանը հետևողականորեն տորպեդահարում է խաղաղության հաստատման ցանկացած փորձ և մերժում է այդ առաջարկները, ցույց տալով իր իրական դեմքը և խաղաղության գործընթացին մասնակցելու հարցում անպատրաստակամությունը։ Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը տարածել էր հայտարարություն, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել այդ հարցերին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները և իրականացնել կոնկրետ քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, սակայն Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է գործակցել այդ ուղղությամբ, խոչընդոտելով խաղաղության հաստատման գործընթացը։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևորագույն քայլ է, և Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։ Վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկը, հայտարարում ենք, որ Հայաստանի բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանին չի փոխանցվել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է այս հայտարարությանը, մերժելով բոլոր առաջարկները և ներկայացնելով նոր պահանջներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ Հայաստանի գործողություններն ու հայտարարությունները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բարի կամք դրսևորելու և նման սադրանքները դադարեցնելու փոխարեն հայկական կողմի վերացական և գործնականում անհնարին առաջարկները ուժ չունեն։ Նման հայտարարությունները հիշեցնում են Մինսկի խմբի համանախագահների առաջարկները օկուպացիան դադարեցնելու կոչեր անելու փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության ծրագրով, որը հայտարարում է վարչապետի գրասենյակը, ապա ժամանակն է բացատրություն տալ, թե ինչով է պայմանավորված ռազմական լայնածավալ կուտակումը, նաև հարձակողական զինատեսակների տեղակայումը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, կրկին ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները և իրականացնել քայլեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայկական կողմը նաև նշել է, որ Ադրբեջանի նոր պահանջները չեն նպաստում երկխոսության առաջընթացին և կարող են խաթարել խաղաղության գործընթացը։ Հայաստանի օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության առիթ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանը հստակ արտահայտվել է, նշելով, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին ևս Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և կոչը Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։ Ադրբեջանական մերժողականությանն ի պատասխան փաստորեն Հայաստանը շարունակում է հանդես գալ կառուցողական դիրքորոշմամբ, բայց այս պարագայում անգամ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված, չնայած միջազգային հանրության կոչերին իրականացնել կոնկրետ քայլեր լարվածությունը նվազեցնելու և խաղաղություն հաստատելու համար։
Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։